Ախուրյանում այսպես դիմավորեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում վարչապետը նաև եղավ Ախուրյան համայնքի երիտասարդական կենտրոնում, որը կառավարության միջոցներով վերանորոգվել է, հագեցվել գույքով ու տեխնիկայով։ Հիմա կուզենամ նաև մենք ինչ-որ ձևով խթանենք գրականություն, երաժշտություն եւ այլն, ասենք խմբեր ձևավորվեն, իրանք երգեր գրեն, ներկայացնեն այդ երգերը։ Մենք ունենք ընթերցանության խմբակներ, անգլերենի խմբակներ, կինոդիտման խմբակներ եւ խաղերի խմբակներ։ Գործող խմբակներին ու կենտրոնի հնարավորություններին ծանոթանալուց հետո հաջորդ կանգառը Գյումրու թիվ 41 հիմնական դպրոցում էր։ Այստեղ վարչապետը ծանոթացավ 300 դպրոց 500 մանկապարտեզ ծրագրի շրջանակներում հիմնանորոգված կրթօջախի հնարավորություններին ու աշակերտների հաջողություններին։ Ինչ հաջողություններ կան։ Մեր աշակերտը վարչապետի քաղաք է հաղթել վոկալ։ Վայ, բա ո՞նց չճանաչեցի։ Երևի այս 500-ից մեկն է։ Մի րոպե, ստեղ էլ է հանդերձարան, նախակրթարան, հա, հասկացա։ Հանրապետական օլիմպիադան առաջի տեղ է զբաղեցրել, այսօր չկարողացավ անգամ միջազգային օլիմպիադան օնլայն մրցույթի էր։ Շատ լավ։ Ծրագրի շրջանակներում ավարտվել են նաև Քեթի բնակավայրի կրթահամալիրի կառուցման աշխատանքները, որը ծառայում է միաժամանակ մի քանի բնակավայրերի աշակերտներին։ Այստեղ վարչապետը հանդես եկավ ելույթով, ընդգծելով, որ պետության առաջնահերթություններից մեկը ժամանակակից եւ որակյալ կրթական միջավայրի ապահովումն է բոլոր երեխաների համար։ Շատ են ասում նրա մասին, որ մենք դպրոցներ ենք փակում, մենք դպրոցներ չենք փակում, մենք ստեղծում ենք դպրոցներ, ստեղծում ենք կրթական միջավայր մեր բոլոր երեխաների համար։ Կարևոր է, որ դպրոցում լինի պատշաճ միջավայր, դպրոցում պետք է լինի նորմալ ճաշարան, դպրոցում պետք է լինի նորմալ բեմ, դպրոցում պետք է լինեն լաբորատորիաներ, լաբորատոր սարքեր եւ միջավայր, կրթական միջավայր։ Նիկոլ Փաշինյանը կարևորեց ենթակառուցվածքների զարգացման անհրաժեշտությունը, ընդգծելով ճանապարհների եւ տրանսպորտի կարևորությունը։ Վարչապետի խոսքով կառավարությունը դիտարկում է տարբեր մոդելներ երեխաների տեղափոխումն ապահովելու համար, այդ թվում դպրոցական փոխադրամիջոցների ներդրում կամ ծնողների տրանսպորտային ծախսերի փոխհատուցում։ Ինչպես գիտեք, մենք մտածել ենք, որ միկրոավտոբուսներ ձեռք բերենք, որոնք գան առավոտը երեխաներին տանեն, երեկոյան վերադարձնեն, բայց այդ գաղափարը բարձրաձայնելուց հետո մենք ծնողներից ենք ստացել առաջարկներ, որոնք ասում են, իսկ գուցե այդ տրանսպորտային ծախսերի փոխհատուցումը տակ, նրանք ովքեր ունեն մեքենա, եւ ասենք թե մեկը գյուղից դուրս են գալիս կամ իրենց համար է իրենք երեխաներին տանեն, մենք այդ մոդելն է կփորձարկենք։ Ելույթի ավարտին վարչապետը շեշտել է նաև հարկային կարգապահությունը, ընդգծելով, որ հենց քաղաքացիների կողմից վճարվող հարկերի շնորհիվ են հնարավոր դառնում նման ծրագրերը։ Աստղիկ Խաչատրյան, այսօր։ Երևանի խցանումների հետ կապված պիտի հասկանանք մի բան, որ աշխարհում ոչ մի քաղաք չկա, որը bez ռազմեր է։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հիշեցնելով, որ խցանումների հարցով զբաղվող աշխատանքային խումբ կա ձևավորված։ Ինչ վերաբերում է ճանապարհների փողոցների ասֆալտապատմանը, ապա Փաշինյանը նշել է, որ օրինակ հենց Գյումրի քաղաքի վարչական սահմաններից դուրս է գալիս, ճանապարհները փայլուն վիճակում են։ Երեք ես Գյումրիում եի նորից Եվ Գյումրիից դուրս եմ գալիս, գնում եմ դեպի Քեթի գյուղ։ Եվ անի թաղամասը կա, եւ անի թաղամասում ճանապարհները ավերակ վիճակում են։ Հենց Գյումրի քաղաքի վարչական սահմանից դուրս ես գալիս, ճանապարհները փայլուն վիճակում են։ Սա ինչի մասին է խոսում, որ երբ որ լինում է քաղաքային իշխանություններ, որոնք գործում են ոչ թե ի հեճուկս քաղաքի շահերի, այլ քաղաքի շահերով են գործում, բայց քաղաքային իշխանությունները ինչի կառավարության սուբվենցիոն ծրագրերից չեն օգտվել։ Միլիարդներ ենք մենք ծախսել, մենք գյուղերում ենք, փողոցներ ենք, եւ ընդ որում հեղափոխությունից հետո էլ այո 18 թվից եղել է Գյումրիում քաղաքային իշխանություն, որը ուղղակի կամ անուղղակի բացահայտ թե տակից գործել է հեճուկս կառավարության։ Եվ դրա արդյունքը մենք տեսնում ենք, նույնն է Երևանում է։
Ցավոք սրտի 2018 թվականի ընտրություններից հետո մեր կուսակցության ներքո ձևավորված իշխանություն եւ քաղաքապետը էլի ուղակի թե անուղակի հազար ձևերով իրանց օրակարգերով եւ այլն եւ դրա արդյունքը մենք հիմա այսօր տեսնում ենք հետևանքը եւ մենք այսօր ջանք ենք գործադրում եւ 2020 նաեւ նախորդ տարիներին ենք ջանք գործադրել որպեսզի այդ խնդիրը լուծենք եւ ես երեք հայտարարեցի որ մենք մեր տարեկան 500 կիլոմետր ծրագրից անպայման իմիջիայլոց Գյումրի հարցնել որ հասկանալով որ չի լուծվելու մենք նաև հիմա մեծ ծրագիր ենք անում եւ անի եւ ավստրիական թաղամասերի բոլոր փողոցները ասֆալտապատելու ծրագիր ենք իրականացնում եւ նախագծման process-ը արդեն սկսված է եւ կավարտվի որովհետեւ այդ խայտարակությունը չի կարելի ես որևէ այլ բնակավայրում նման մասշտաբի խնդրեմ չեմ տեսնում, որովհետև կան բնակավայրեր, որոնց համայնքների ղեկավարները ընդդիմադիր են, մեր կուսակցություն չեն, բայց նորմալ աշխատում են, սուբվենցիոն ծրագրեր են ներկայացնում, այսինքն ի հեճուկս չեն կառավարության հետ բանի ինչ որ բանի մեջ չեմ մտածել, այդպեսի բազմաթիվ չգինեմ, բայց կան համայնքներ, բոլոր տեղերում այդ խնդիրները լուծվում են։ Սուբվենցիոն ահռելի մենք ներդրումներ ենք անում, բայց ես չեմ հասկանում, այդ մարդիկ հատուկ փակում են այդ ճանապարհները, որ վերջում մեղքը գցեն կառավարության վրա, համայնքի փողոցների պատասխանատուն համայնքն է։ Նույն բանը նախորդ կամ չգործող քաղաքապետերը, որ տենց տարբեր բաներ են խոսում, բայց դրա պատասխանը ով է տալու։ Դա դրա հետևանքն է, որ ելի եմ ասում, ուղիղ թե անուղղակի եւ Երևանի նախկին քաղաքապետը եւ Գյումրիի համայնքների ղեկավարները գործել են բացահայտ կամ ոչ բացահայտ կառավարության դեմ, փոխանակ կառավարության ծրագրերից օգտվեն եւ կառավարության տված ֆինանսավորումը ճիշտ նպատակների օգտագործեն, ես իմ ինչի համար են օգտագործել։ Եվ մենք հիմա պետք է դրա պատասխանատվություն էլի կրենք եւ կկրենք։ Հիմա մեր 500 կիլոմետրանոց ծրագրից մենք ամեն տարի, իհարկե ես նաեւ խնդիրը դրել եմ Պավն Ավինյանի առաջ, որ քաղաքն էլ ամեն տարի պետքա համատեղ գործենք եւ ճանապարհային դեպարտամենտի տրամաբանության եւ ստանդարտների ներքո եւ մենք արագ լուծենք այս հարցը, բայց հիմա էլ են շատ ես հանձնարարել եմ դեռևս փետրվարին որ Երևանում անհրաժեշտ միջոցները ձեռնարկվեն գոնե սպայի խնդիրը լուծելու համար, իհարկե եղանակը շատ է խանգարում, որովհետև անձրևի պայմաններում այդքան ասֆալտ անել չի լինի ու չի լինի, բայց ես հայտարարում եմ այլևս, միջև մի այդպիսի բան չի եղել, ընկալում չի եղել, բայց մենք այո, Երևանով էլ Գյումրիով էլ շատ լուրջ պետք է զբաղվենք, որովհետև լավ մարդիկ մեղավոր չեն, որ ինչ որ մեկը գալիս է բանի ենթադրենք հեղափոխության ներքո ընտրվում է եւ հետո ուրիշ օրակարգերա բացայտ կամ ոչ բացայտ առաջ տանում կամ մյուսներն էլ գալիս են համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնում են իրենց պատկերացնում են ասենք ենթադրենք չգիտեմ ինչ փոխանակ համայնքների խնդիրներով զբաղվել մի հատ էլ մեր բանը մեր կառուցած բանը շատրվանը միացնում են Դոլյա Վարավսկա երգում Հիմի հույս ունեմ երգում է Դոլյա Վարավսկայան առավոտի դիկում Վերջին մեկ տարվա ընթացքում կենսաչափական անձնագրերի մասով ինտենսիվ աշխատանք է իրականացվել։ Այս մասին կառավարության այսօրվա նիստին նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ըստ նրա համակարգը հնարավոր է ընդլայնել նաև այլ երկրներում, եթե երկկողմ պայմանագրերով երկրները համաձայնեն բազաների որոշակի փոխանակման, որպեսզի Հայաստանի քաղաքացիների անձնագրերը ճանաչվեն նաև այլ երկրներում։ Ես ուզում եմ ասել, որ վերջին մի տարվա ընթացքում, թե ամիսներին, հիմա չեմ էլ հիշի, մենք կենսաչափական անձնագրի համակարգի վրա շատ ինտենսիվ ենք աշխատել, առանձնակի ինտենսիվությամբ, այդ թվում մենք հիմա ունենք որոշակի նաև կենսաչափական նոր անձնագրերի ձևավորում, որի վրա աշխատել ենք,
եւ ընդ որում նկատի ենք ունեցել, որ եւ առաջիկայում այդ ձևավորումը ըստ էության պատրաստ է եւ առաջիկայում մենք առիթ կունենանք հանրության ներկայացնելու նոր տեսքը, պատկերները նոր կենսաչափական անձնագրի։ Ուզում եմ ասել, որ մենք հատուկ ուշադրություն ենք դարձրել, որ կենսաչափական անձնագրի պատկերները ըստ էության ցույց տան մեր ծագումնաբանությունը, մեր բազմադարյա պատմությունը եւ առանցքում ունենան մեր պետությունը, Հայաստանի Հանրապետությունը եւ կարծում եմ սա ինչ որ առումով պետության այցեքարտն է եւ մենք աշխատել ենք այս տրամաբանությամբ։ Հաջորդը, որը ուզում եմ ելի ընդգծել, մենք ունենք այսպիսի ըմբռնում, որ այն պահից, երբ կենսաչափական անձնագրերը Հայաստանի Հանրապետությունում կսկսեն թողարկվել, մենք պետք է պլյուս մինուս մի քիչ կարճ ժամանակ մենք պետք է զվարթնոց օդանավակայանում եւ սահմանային անցման բոլոր կետերում ունենանք անկոնտակտ անցման հնարավորություն, այսինքն երբ որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին կենսաչափական անձնագիրը սկան է անում եւ արդեն առանց որևէ ասենք օրինակ սահմանապահ ծառայության հետ կոնտակտի ինքը ուղղակի ելումուտ է անում Հայաստանի Հանրապետություն։ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ապրիլի 23-ին Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Սուրեն Պապիկյանը վարչապետ Կոբախիձեին է փոխանցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի ջերմ ողջույնը։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրել է փոխգործակցության առաջնահերթություններն ու հեռանկարները, բարձր գնահատելով պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության ընթացքը։ Հանդիպան ընթացքում կողմերն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի, ինչի համատեքստում ընդգծել են, որ տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատումը կնպաստի տարածաշրջանի բոլոր երկրների զարգացմանն ու բարգավաճմանը։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկյանը հայտարարել է, որ երկիրը միշտ ողջունել է երկխոսությունը, իսկ անկեղծ բանակցությունների գլխավոր խոչընդոտներն են հանձնառությունների խախտումը, շրջափակումը եւ սպառնալիքները։ Իրանի խորհրդարանի խոսնակն էլ նշել է, որ համապարփակ հրադադարն իմաստ կունենա, եթե չուղեկցվի ծովային շրջափակումով եւ եթե Իսրայելը դադարեցնի ռազմական գործողությունները բոլոր ճակատներում։ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի խոսքով Հորմուզի նեղուցի վերաբացումն անհնար կլինի հրադադարի լուրջ խախտումների դեպքում։ Իր հերթին արտգործնախարար Աբբաս Արաղչին Հարավային Կորեայի հատուկ բանագնացի հետ հանդիպմանը հայտարարել է, որ համաշխարհային տնտեսության վրա ստեղծված իրադրության հետևանքների պատասխանատուն ագրեսորներն են։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր հրադադարը երկարաձգելու մասին, մինչև Իրանը կներկայացնի իր առաջարկները եւ քննարկումները կավարտվեն։ Սպիտակ տան խոսնակը նշել է, որ Թրամփը դեռ հստակ վերջնաժամկետ չի սահմանել Իրանի առաջարկները ստանալու համար։ ԱՄՆ նախագահը նաեւ հայտարարել է, որ իր կոչից հետո Իրանը չեղարկել է 8 կին ցուցարարի մահապատիժը։ Նրանցից 4-ն անմիջապես ազատ կարձակվեն, մյուս 4-ը 1 ամիս կմնան ազատազրկման մեջ։ Ես բարձր եմ գնահատում, որ Իրանը եւ նրա առաջնորդները հարգեցին խնդրանքս որպես Միացյալ Նահանգների նախագահ եւ դադարեցրին նախատեսված մահապատիժը, նշել է Թրամփը։ Իրանական կողմն էլ հերքել է 8 կանանց մահապատժի ենթարկելու մասին տեղեկությունը։ Ըստ Իրանի դատական համակարգի հետ կապված միզան գործակալության Թրամփը մոլորության մեջ է հայտնվել կեղծ լուրերի պատճառով եւ փորձել է դա ներկայացնել որպես իր ձեռքբերում։ Գործակալությունը գրել է, որ մի քանի կին արդեն ազատվել է, մյուսներին էլ մեղադրանք է առաջադրվել, որը կարող է հանգեցնել ազատազրկման, ոչ մահապատժի։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի 4 թեկնածուները վերջին 2 օրվա ընթացքում լսումների են մասնակցել, ներկայացնելով կազմակերպությունը ղեկավարելու իրենց տեսլականները։ Չիլիի նախկին նախագահ 74-ամյա Միշել Բաչալետը կարևորել է կանանց իրավունքների հարցը։ 65-ամյա Ռաֆայել Գրոսին, որն այժմ ղեկավարում է ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը, ընդգծել է ՄԱԿ-ի ղեկավարի պաշտոնում անաչառ լինելու անհրաժեշտությունը։ Նա հավելել է, հարկավոր է ՄԱԿ-ը ղեկավարել ոչ թե ուղերձներ հղելով, այլ խնդիրները տեղում լուծելով։ Պաշտոնի մյուս թեկնածուն Կոստարիկայի նախկին փոխնախագահ ՄԱԿ-ի առևտրի քարտուղար Ռեբեկա Գրինսպանն է։ 70-ամյա գործիչը հայտարարել է, որ ընտրվելու դեպքում առաջնահերթություն կտա խաղաղության հաստատմանը։ Նա նաև զգուշացրել է, որ ՄԱԿ-ի նկատմամբ վստահությունը նվազում է, իսկ այն վերականգնելու ժամանակը սպառվում։ Սենեգալի նախկին նախագահ 64-ամյա Մաքի Սալն էլ հայտարարել է, որ ցանկանում է վերականգնել ՄԱԿ-ի նկատմամբ վստահությունը։ Առայժմ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի հավակնորդները 4-ն են, սակայն պայքարին կարող են միանալ նաև
նաև այլ թեկնածուներ։ Գլխավոր քարտուղարն ընտրվում է 5 տարի ժամկետով եւս 5 տարի երկարաձգելու հնարավորությամբ։ Անտոնիո Գուտերեշը 10 տարվա պաշտոնավարումից հետո 2027 թվականի հունվարի 1-ից այլևս չի գլխավորի կազմակերպությունը։ Վերանորոգված Դրուժբա խողովակաշարով Սլովակիան 3 ամսվա ընդմիջումից հետո կրկին նավթ է ստացել։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինան վերսկսել է մատակարարումները Հունգարիա եւ Սլովակիա, որոնք մեծապես կախված են ռուսական նավթից եւ գազից։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր խողովակաշարի վերանորոգման ավարտի մասին։ Դրանից հետո Եվրամիությունը հաստատել է Կիևին 90 միլիարդ եվրո վարկի տրամադրումը։ Հունգարիան եւ Սլովակիան խոչընդոտում էին վարկի տրամադրմանը եւ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի հաստատմանը Ուկրաինայի տարածքով ռուսական նավթի մատակարարումների դադարեցման պատճառով։ Կիևը հայտնել էր, որ խողովակաշարը վնասվել է ռուսական հարվածներից։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է հանդիպել իր ուկրաինացի գործընկեր Վոլոդիմիր Զելենսկու հետ միայն խաղաղության համաձայնագիր կնքելու համար, հայտարարել է Կրեմլի խոսնակը։ Դմիտրի Պեսկովի խոսքով Պուտինը հայտարարել է, որ պատրաստ է ցանկացած պահի Մոսկվայում հանդիպել Զելենսկու հետ, սակայն կարևորն այն է, որ այդ հանդիպումն արդյունավետ լինի։ Ավելի վաղ Զելենսկին բացառել էր Մոսկվայում Պուտինի հետ հանդիպումը, առաջարկելով բանակցել Մերձավոր Արևելքում, Եվրոպայում կամ Միացյալ Նահանգներում։ Միևնույն ժամանակ կողմերի միջև ռազմական գործողությունները շարունակվում են։ Ռուսաստանն Ուկրաինայի ուղղությամբ 155 անօդաչու է արձակել, Դնեպրում 2 մարդ է զոհվել, 8-ը վիրավորվել։ Ժիտոմիրում թիրախավորվել է երկաթ գիծը կամ 1 զոհ։ Ուկրաինական հարվածներից Սամարայի մարզում կամ 1 զոհ, մի քանի վիրավոր։ Ռուսաստանի մի շարք շրջաններում ժամանակավորապես փակվել են օդանավակայանները։ Միևնույն ժամանակ չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին։ Ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքում սա նրա 3-րդ այցն է։ Հաճելի է վերադառնալ Ուկրաինա, որը խիզախորեն եւ հաջողությամբ պաշտպանում է Եվրոպայի արևելյան թևը, նշել է արքայազն Հարին։ Սյուզաննա Չրաղյան։ Տավարի փափուկ միսը արժե 5000 դրամ, ոսկորոտը արժե 4200 դրամ։ Վերջին ամիսներին Հայաստանում տավարի մսի գինը հաստատուն աճում է, դանդաղ, բայց սպառողի համար ոչ աննկատ։ Առևտրի կետերում նշում են, այս պահին հաճախորդին հնարավորինս խելամիտ գին են առաջարկում, այլապես առևտուրը կնվազի։ Թանկացումները բոլոր որ կա, ասենք, թե ոսկորոտ թե փափուկ, դա կախված է մսի շատ քիչ լինելուց։ Որտեղ եթե նախկինում գյուղացիները, ասենք, միս էին վաճառում, աճեցնում էին, ամեն հիմա չկա, չեն անում։ Փափուկ միսը, ասենք, 5000 դրամ է, 5300, մեր խանութում զեղ չկա, 5% զեղ չում է։ 4300 դրամ, ասենք, ոսկորովն է 5300 դրամ, փափուկը զեղ չմենք, ասում են գոնե մի քիչ մնացածներից տարբերվենք, էժան լինի, ասենք, հարմար լինի, մարդիկ էլ մի քիչ գոհ լինեն, էլի։ Տավարամսի արժեքի թանկացման նույն պատճառներն է մատնանշում նաև մասնագետը։ Առաջի հերթին տավարաբուծության զարգացումն է կանգնած, վատ տեմպերով է զարգանում։ Դրանք ունեն օբյեկտիվ եւ սուբյեկտիվ, մշակութայինից սկսած վերջացած նրանով, որ արոտավայրերի խնդիր կա, տավարաբուծությունն է դառել զրահատու, նաեւ նկատվում է աշխարհում այս խնդիրը շատ երկրներում, ոչ թե ընդհանուր, մի շարք երկրներում, եւ հատկապես այն շուկաներից, որտեղից որ մենք ենք հարկ եղած դեպքում ներմուծում իրականացում թարմսի, այստեղ եւս տանկացում կա եւ ձեռնտու չի բերելը, եւ մնացել ենք մեր շուկայի վրա, եւ գինը օբյեկտիվորեն արտացոլում են պատկերը ինչ ունենք։ Բաբկեն Պիպոյանը նշում է, ստեղծված իրավիճակում գնաճը զսպված է, սակայն չի բացառում, այն կարող է շարունակական լինել։ Միևնույն ժամանակ մյուս մսատեսակները պահպանում են կայուն արժեք։ Տավարին հակառակ խոզը էժանացել ենք մենք, դե չգիտեմ ընդհանուր էժանացել թե չէ, բայց մի խանութում էժանացել ենք, ասենք, եթե 200 դրամ տավարը աճելած, 200 դրամ էժանացել է։ Ասենք մարդ եթե գա 2 կիլո խոզ առնի, 2 կիլո տավար առնի, դառնալու է նախկին գներով ինքը միս առած, ինքը ոչ մի բան չի դժվարանում։ Տեղական արտադրության ծավալների կրճատում, ներմուծման ծախսերի աճ։ Մասնագետի կարծիքով ոլորտը պետական աջակցության կարիք ունի։ Այս պահին տավարաբուծությունը առավել ակտիվ զարգանում է կաթի արտադրության ուղղությամբ։ Այդ իսկ պատճառով խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակի պակասելը առաջիկայում կաթնամթերքի գների աճի չի հանգեցնի։ Անի Գրիգորյան, Տիգրան Թումանյան։ Գեղարքունիքի մարզային գրադարանում մեկնարկեց ազգային գրադարանային շաբաթը։ Գրադարանների բովանդակային եւ գործառութային զարգացումն ու փոփոխությունները ներկայացնող ծրագիրն այս տարի բացվում է հեքիաթով, մանուկ ընթերցողների մասնակցությամբ։ Գրադարանում հյուրընկալել են մանկագիր Երազիկ Գրիգորյանին, գրող գրականագետ Հովիկ Չարխչյանին, Հայաստանի ազգային գրադարանի ներկայացուցիչներին։ Ազգային գրադարանային շաբաթը Հայաստանի գրադարանների եւ գրադարանային ծառայություններից օգտվող
հանրության միջև ակտիվ համագործակցության շաբաթ է, որի ժամանակ գրադարանները տարբեր բնույթի միջոցառումների միջոցով քաղաքացիական հանրությանը եւ իշխանության մարմիններին ներկայացնում են իրենց դերը որպես կրթության, մշակույթի եւ համայնքային կյանքի կարևոր հաստատություններ։ Դպրոցական գրադարանները նորարարության տիրույթում այս տարվա ազգային գրադարանային շաբաթի խորագիրն է, որը ենթադրում է անդրադարձ դպրոցական գրադարանների խնդիրներին, շենքային պայմաններ, մեթոդական աշխատանք, գրաֆոնդի համալրում եւ ընթերցողների ներգրավում, տարբեր նախաձեռնությունների իրականացմանը։ Այս խորագրով մենք կարևորում ենք հատկապես դպրոցական գրադարանների դերը որպես կրթական միջավայրի անբաժանելի մաս, որտեղ ձևավորվում են ոչ միայն ընթերցանության մշակույթը, այլև նորարար մտածողությունը, թվային գրագիտությունը եւ ստեղծագործական մոտեցումը։ Եթե միջև հիմա ընթերցողը պետք է անպայման գար գրադարան, որ կարդար, հիմա թվային դարաշրջանում այլևս գրադարան գալու կարիք էլ չկա։ Եվ դրա համար գրադարանները փոխում են իրենց միջավայրը։ Գրադարանը իր միջավայրը փոխում է, որպեսզի գրադարանը դառնա հանդիպման վայր։ Այսօր մենք եկել ենք մի շատ կարևոր հանդիպման, որի ժամանակ խոսելու ենք հեքիաթների մասին։ Ազգային գրադարանային շաբաթը հետաքրքիր հանդիպումների, ընթերցումների եւ քննարկումների եւս մեկ առիթ է։ Երեխաներին եւ պատանիներին գրքերի աշխարհ բերելու, ժամանակակից գրողին ու գրականությունը ներկայացնելու հերթական քայլը հանդիպումն է հեքիաթ ստեղծողի եւ հեքիաթը գնահատող գրականագետի հետ։ Խոսում են մանկական գրականության առանձնահատկություններից, ընթերցանության եւ գրական ճաշակ ձևավորելու կարեւորությունից։ Փոքրիկ հետաքրքրասերների հարցերը շատ են, հյուրերը համբերատար եւ պատրաստակամ դրանց պատասխանելու։ Երեխաների հետ շփումը շատ կարեւոր է։ Կարող է պատահել անգամ լինի ներկաների մեջ, երեխաների մեջ մեկը, որի համար անգամ ճակատագրական լինի նման հանդիպումը, որովհետև կարող է ազդել իր կյանքում կարևոր որոշումներ կայացնելու վրա, իր հոգեկերտվածքի վրա եւ այլն։ Եվ շատ կարևորում եմ գրադարանի արած աշխատանքը։ Ուղղակի հիացած ենք։ Միշտ խոսելու թեմա կա ոչ միայն գրադարանային խնդիրների շուրջ, կա սերունդների երկխոսության խնդիր, կա ընթերցանության խթանման խնդիր, կա մարդկանց հետ այնպիսի կարևորագույն թեմաներից մեկի շուրջ զրուցել, ինչպես տարբերել լավ գրականությունը վատ գրականությունը։ Մենք այսօր այստեղ հեքիաթով ենք եկել, հեքիաթային թեմաներ պիտի շոշափենք, բայց ես երբեք հեքիաթը չեմ համարել զուտ մանկական ժանր եւ շատ լուրջ եմ վերաբերվում այդ ժանրին, կարծում եմ այսօր մեր խոսակցությունն էլ բավականին լուրջ կլինի այդ իմաստով։ Երբ մեծերն ավարտում են իրենց պաշտոնական ելույթը, բեմը գրավում են փոքրիկները, համայնքի տարբեր նախադպրոցական կրթական հաստատությունների ու մշակութային կրթօջախների սաները, հեքիաթները կենթանացնում են, ցուցադրում իրենց բեմական կարողությունները։ Ամբողջությամբ արդարացվում է միջոցառման գիրք, հեքիաթ եւ երգ խորագիրը։ Բացիր փակը, հակիր բացը, արա իմ սրտի ուզածը։ Շնորհակալություն աղջիկ, ես Օֆելիան եմ։ Շնորհակալություն Օֆելիա։ Իսկ դու շատ հեքիաթներ ես կարդացել։ Այո, շատ, բայց դեռ գրադարանում շատ ու շատ գրքեր կա, բայց անպայման պիտի կարդա։
Ազգային գրադարանային շաբաթվա սկիզբը նշանավորվում է նաև գրաֆոնդի համալրմամբ Գեղարքունիքի մարզային, 7 համայնքային և Գեղարքունիք գյուղի դպրոցական գրադարաններն ազգային գրադարանի կողմից նոր գրականություն են ստանում։ Ապրիլի 20-ին ժամը 22:23-ին ներքին գործերի նախարարության օպերատիվ կառավարման կենտրոնում ահազանգ էր ստացվել, որ Հալաբյան փողոցում դանակահարել են ավտոբուսի վարորդին և փախել։ Դեպքի վերաբերյալ ահազանգ էր ստացվել նաև հիվանդանոցից, երբ շտապօգնության խումբը ծակած կտրած վերքով բուժօգնության էր տեղափոխել 8 համարի երթուղին սպասարկող 44-ամյա վարորդին։ Դեպքի վայր մեկնած համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները պարզել էին, որ անհայտ անձը վիճել է ավտոբուսի վարորդի հետ, ինչի ընթացքում սուր կտրող ծակող առարկայով հարվածել վերջին։ Ըստ նախնական տեղեկությունների տղամարդը եղել էր ոչ սապ վիճակում։ Ապրիլի 22-ին ժամը 16:40-ին համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և խուլիգանության ու մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ձերբակալվել է մշտական բնակության վայր չունեցող 55-ամյա տղամարդը։ Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին, կատարվում է նախաքննություն։ Ոստիկանության գվարդիայի հատուկ սպառազինության և մարտավարության գնդի ծառայողները օպերատիվ տվյալների իրացման արդյունքում և ձեռնարկած համապատասխան միջոցառումների շնորհիվ ապրիլի 21-ին մայրաքաղաքի Շիրակի փողոցում հայտնաբերել և ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել 36-ամյա մի տղամարդու։ Անձնական խուզարկությամբ տղամարդու մոտ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգված, ծալովի դանակ և կաթուցիչ։ Ձերբակալված անձը, ինչպես նաև կազմված փաստաթղթեր ներկայացվել են նախաքննական մարմին։ Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Արարատյան փողոցի 36-ամյա բնակիչը ապօրինի թմրանյութ է ձեռք բերում, պահում և իրացնում։ Տեղեկությունն իրացնելիս ապրիլի 9-ին ժամը 11:30-ին մայրաքաղաքի Շիրակի փողոցում իրավապահները կանգնեցրել են տվյալ անձի կողմից վարած ավտոմեքենան։ Վարորդը և ուղևորը ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել են Շենգավիթի բաժին։ Վարորդի խուզարկությամբ հայտնաբերվել են բյուրեղանման զանգվածներով 2 փաթեթ ու ծալովի դանակ, իսկ ուղևորի մոտ ծալովի դանակ և մոխրացած հետքերով կաթուցիչ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նույն օրը դատարանի որոշմամբ խուզարկվել է 36-ամյա տղամարդու բնակության վայրը։ Մարիխուանայից, կանեփի սերմերից և թմրանյութ օգտագործելու համար հարմարեցված առարկաներից բացի հայտնաբերվել են պայթուցիչով նռնակ, ատրճանակ ու ծալովի դանակ։ 36-ամյա տղամարդը կալանավորվել և տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Կոտայքի մարզի պարեկներն ապրիլի 18-ին ապօրինի հանքարդյունաբերությամբ զբաղվելու կասկածանքով Կոտայքի մարզի Կարենիս գյուղի մոտակայքից համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժին են ներկայացրել 4 քաղաքացու։ Նույն օրը ժամը 11-ի սահմաններում պարեկները նկատել էին, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության հատկացված հողատարածքի սահմաններից դուրս մոտ 300 մետր դեպի Չարենցավան քաղաք առանց լիցենզիայի հատուկ տեխնիկայով իրականացնում են քանդման աշխատանքներ և հումքը բեռնատարներով տեղափոխում ու լցվում է աղացի մեջ։ Հատուկ տեխնիկայի և 3 բեռնատարների վարորդները ապօրինի հանքարդյունաբերությամբ զբաղվելու կասկածանքով ձերբակալվել են։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Չարենցավանի քննչական բաժին, հանգամանքները պարզվում են։